պահանջել առհասարակ, եւ ովից չեք կապում Փաշինյանի երեկվա ազգային ժողովի անդամի հայտարարությունը, որ դուք դատվելու եք, ձեզ դատելու են, ու որի ճանաչությունը չես վայելելու, եւ այսօր արդեն արտաջոկատի ներխուժումը անչափահաս երեխաների ու ներկայությամբ այդ Նախ այդ կներեք էլի այդ խնդրում եմ անդադ անչափահաս երեխաներին մեջ չբերել, եթե երեխաների հետ կապված ինչ-որ դրվագ կամ միջադեպ եղել է, ասեք այդ դրվագը առանձին քննարկենք, բայց հա, ասենք Ռոբերտ Քոչարյանի տունը, որ նայում ես, այս ազգային ժողովի շենքից մեծ է 1000 ներեգություն էլի, այնտեղ որ մտնեն մի սենյակում Քոչարյանին բռնեն, երեխեքը ամենայն հավանականությամբ կլինեն ուղիղ երևի մի 2 կիլոմետր հեռավորության վրա նույն տան մեջ։ Այդ ամեն անգամ խնդրում եմ երեխեքին մեջ մի բերեք, երեխաները, բոլորի երեխաներին Աստված թող առողջություն տա ու բոլորի երեխաները պետքա զերծ մնան ցանկացած բացասական բանից, դա ընդունում եմ շատ լավ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչով է մեղավոր։ Կներեք էլի Հայաստանի Հանրապետության, հիմա եկեք մի հատ կարդամ այս գործի դրվագը։ Աճարյան եւ Ծարավ աղբյուր փողոցներին հարող 8.3 հեկտար հողամասը ձեռք է բերվել 44 միլիոն դրամով։ 44 միլիոն հարկելի լրագրողներ, օպերատորներ, եթե հիպոթեկով տուն ունեք, ամենայն հավանականությամբ դες 20-ից 40 միլիոնանոց տներ է ձեր տները։ Մարդիկ 44 միլիոն դրամով ձեռք են բերել 8.3 հեկտար Աճարյան փողոցում Երևանի Աճարյան փողոց։ 8 շկապ ունի 2004-ին։ Չէ, բաչի 8.3 հեկտարը երբեք մի վարքյան էլի, երբեք 44 միլիոն չի արժեցել ավանում 8.3 հեկտարը հարկելի գործընկերներ։ Խնդրում եմ, բանա, եկեք մեր քաղաքացիների բանականությունը չվիրավորենք։ Այս հողամաս սենց վաճառվել է Fast Card ընկերությանը։ Առաջին հայացքից հայտնի Fast Card-ը։ Դրանից մի տարի հետո Fast Card ընկերություն իհարկե, ոչ որպես կաշառ, ոչ որպես ատկատ 50%-ը նվիրաբերել է այս ընկերության Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Ժորժ ջան, եթե բանը ինչ-որ մի դասագիր գրվելու լինի, թե ինչ տեսք ունի կոռուպցիան, դասական կոռուպցիան, ինչ տեսք է ունենում, ոնց է այդ տեսք ունեն, իսկ հիմա նմանատիպ օրինակներ այդ դասագրքում միանշանակ կլինեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ մեղք ունի, կներեք։ Ինչով է մեղավոր եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ 10 տարի շարունակ իրենց իշխանության, 10 տարի էլ իրանց հաջորդի Սերժ Սարգսյանի ղեկավարության ժամանակ վրեժ են լուծել Հայաստանի քաղաքացիություն։ Այդ իրանք են վրեժ լուծել ու իմ համար դեռ անհասկանալի է ինչի համար են այդ վրեժը լուծել։ Ասում ենք միլիոնատեր ենք, բան, արդարություն, իրավունք, բան։ Բա Լևոն Քոչարյան, բայց չէր գնում ասում, հարգելի պարոն Քոչարյան, պարոն Ռոբերտ Քոչարյան։ Այս ոնց ալնում, որ 44 միլիոնով Երևանում հողատարածքա ծախվում 8.3 հեկտար, հետո այդ ընկերության 50%-ը նվիրաբերվում է իմ ավակ եղբորը Սեթրակին։ Իհարկե, բնականաբար Սեթրակ Քոչարյանը փայլուն բիզնեսմեն է ենթադրում, բայց թույլ տվեք հարգելի գործընկերներ նման մտահանգման գալ, որ ձեզնից ում էլ ասենք 20 տարեկանում Երևանի կենտրոնում 8.3 հեկտարի տիրապետող ԵՔ-ընկերության 50% նվիրաբերեին, դուք էլ ամենայն հավանականությամբ ես էլ ձեր հետ միասին այդքան անհաջող չէինք գտնվի, որ այդ պայմաններում միլիոնատեր չլինեինք ու հաջողակ բիզնեսմենի տենց համբավ ու կերպար չունենայինք, էլ կներեք։ Այս ամեն ինչ պետք է ստանա պատասխան, ես ասում եմ իմ դժգոհությունը այն է, հարգելի գործընկերներ, որ այս ամեն ինչը հիմա է տեղի ունենում եւ ոչ 3 չի առաջի օրը, ոչ դրա առաջի օրը։ Ինձ թվում է, որ տենց իրանց կառավարման ամեն օրը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրեն, ամեն օր մի նոր հանգամանքի հայտ կգա, որտեղ աննորմալ է ուղղակի, խնդրեմ։ Պարոն Ալեքսանյան, Հայաստան խմբակցությունից քաղաքական պատվեր են առավոտից տեղի ունեցող զարգացումները, Քոչարյանի ձերբակալությունը որակում նկատելով, որ 3 Ես չգիտեմ։ Նկատելով, որ 3 վարչապետի և Լևոն Քոչարյանի միջև բանավեճ տեղի ունեցավ, որի ընթացքում վարչապետը նրանց կարծիքով այդ հրահանգավորումը կատարեց։ Խնդրում եմ ձեր գնահատականը, որովհետև ասում են 8 տարի օրինակ, եթե այդ ամեն ինչը կար, ինչու չէր բացահայտվում։ Եվ արդյոք Բայց հիմա այդ ամեն ինչը կա թե չկա, ինչ են ասում։ Ինչ են ասում, հիմա այդ ամեն ինչը կա թե չկա։
Օրինակ իրանք հերքում են, որ Սեդրակ Քոչարյանը ստացել է Play-City ընկերության 50%-ը, որը դրանից մի տարի առաջ Ավանում 8.3 հեկտար հողը ձեռք է բերել 44 միլիոնով, $100,000։ $100,000 Երևանում 8.3 հեկտար հող։ Հերքում են դա, թե չեն հերքում։ Հիմա եթե ասում են դա քաղաքական պատվեր է, հիմա ավելի վատ քաղաքական պատվեր է, եկեք ես տամ։ Ցանկացած մեկով Հայաստանի Հանրապետության բյուջեից փող գողացել, ով կոռուպցիայով զբաղվել, ով Հայաստանի Հանրապետության պետական գույքը ջրի գնով մասնավորեցել է դրել է իր ընտանիքի գրպանը, հարգելի իրավապահարմիններ կոչ եմ անում, տվեք ասֆալտին, տարեք փակեք։ Էս էլ է քաղաքական պատվերը համարը։ Հիմա արել են, թե չեն արել։ Ինչն եմ հերքում։ Չեմ երգում, ասում ես հիմա, եթե ըստ ձեզ իմ ասածը քաղաքական պատվեր է, ես 1000 ներողություն ես բանի համար կրկնապատկում եմ այդ քաղաքական պատվերը։ Ասում հիմա ստեղ հարցը այն է, իրանք դա արել են, թե չեն արել։ Իրանք ինչ են ասում են արել ենք, թե չենք արել։ Որտեվ կներեք այդ ինչ ելույթ ունեցավ, ով ինչ ասեց, ով ոնց ասեց, դա մի կողմ։ Իրանք սա արել են, թե չեն արել։ Այդ ընկերության 50%-ը Սեդրակ Քոչարյանին որպես նվեր փոխանցվել է, թե չէ։ Այն բանից հետո, երբ որ ջրի գնով Ավանում 8.3 հեկտար է առել այդ ընկերությունը։ Եղել է, թե չի եղել։ Այդ ինչ բան է մտել են ասում, ժողովրդավարական ինստիտուտ, բան, ժողովրդավարական, մարդու իրավունքներ, այս մեկ, այն մեկ, լավ հերիք է, էլի ձեռ առնեք մարդկանց ասում։ Եկած օրվանից Լևոն Քոչյանը բացի իրանից իր ընտանիքի պաշտպանությունից ու իր բանից ուրիշ բանից չի խոսում։ Հասկացանք։ Ամեն ինչը հասկացանք, առաջի օր եկել էր ազգային ժողով, ասում էր ոստիկանները ինձ ձերբակալել են, ես ուղիղ ցնցում եմ ստացել, վերջի հարցը նրա մասն էր, որ մեր ընտանիքին հետապնդում, հասկացանք, լավ։ Հասկացանք, եկեք պատասխանեք, այդ ամեն ինչը ձեզ որտեղից։ Այդ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դառել։ Այդ ո՞նց է տենց լինում առհասարակ։ Պարոն Ալեքսանդրյան, գիտեք նախկինում նաև ձեր հացի ինչ է շատ մեղադրանքներ անմեղության կանխավարկածը խախտելու։ Հիմա դուք հերթական անգամ հակապոզիցիոն կոմիտեի հայտարարությունը վեճվերելու չեք խախտում անմեղության։ Ես ընդամենը դատարանի որոշում պարզել որ դեռ չկա։ Այս ինչ ասում եմ հարգելով անմեղության կանխավարկածը։ Ձեր հարցին Ժորժ ջան, մի կա փաստ։ 8.3 հեկտարը վաճառվել է 44 միլիոնով։ Սա փաստ է։ Ինչու՞ չի ապացուցում։ 3 ատյանով անցած Ժորժ ջան, մի վարքյան, սա փաստ է, որ 44 միլիոնով է ապացուցվել։ Հիմա ձեր ասածն ապացուցված չի դեռ, որ սա կոռուպցիոն սխեմայով է։ Այո, ապացուցված չի։ Միանշանակ, եկեք ձեր վարկածով գնանք եւ անմեղության կանխավարկածից ելնելով խոսենք։ Ուրեմն ինչ որ մի օր Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետությունը կախված թե ումա պատկանել տարածքը որոշում է, որ այդ օրը պետք է հայտարարի ակցիա։ Ենթադրում եմ Հայաստանը որոշել էր Black Friday կոչվածը հայտարարել պետական կամ համայնքային հողերի վրա։ Եվ 8.3 հեկտար հողը Black Friday-ի շրջանակներում վաճառում է Ավանում 8.3 հեկտար հողը վաճառում է 44 միլիոն դրամով։ Քաղաքացին էս ինչ է այս ընկերություն, Fast Card ընկերությունն է տեսնում, դե բոլորի համար բարձ է, Black Friday-ը հողերն էժան են, գնում է 44 միլիոնով առնում, դուք չեք առնում, այն մեկը չի առնում, այն մեկը չի առնում, այն մեկը չի առնում, Fast Card-ի տերն է առնում, հա դե բախտա բերել է, անմեղության կանխավարկածից են ելնում։ Առնում է, բայց մի տարի հետո ասում է Սենց արդար չի, մեր երկիրը այսքան լավն է, սենց լավ զեղչերը հայտարարում մեր համար հողերի համար, սպասեք այս ընկերությանս 50% ուղղակի նվիրեմ նախագահի որդուն Սեդրակ Քոչարյանին։ Սա անմեղության կանխավարկածն էր, հարգելի գործընկերներ, հավատացեք սրան, ինչքան ուզում եք, սա է ենթադրում եմ լինելու պաշտպանական գիծը Քոչարյանների ընտանիքի խնդրեմ։ Հիմա հաշվի առնելով այս նոր գործողությունները Ռոբերտ Քոչարյանի շուրջ, արդյոք այս գործընթացը հիաշվի բացահայտման ուղով կգնա ու արժանի այսպես պատիժը մենք կտեսնենք։ Առնվազն մեր ակնկալիքը դա է, բայց սրա հետ կապված հույսերն էլ այդքան բան չեն։ Բայց ես կարծում եմ նաև հանրային վերահսկողություն պետք է լինի դատական համակարգի նկատմամբ։ Ու ես կարծում եմ, որ հենց դուք լրագրողները պետք է լայնորեն լուսաբանեք դատական գործերը։ Իհարկե կա հստակ բան կա, ասենք ակնհայտորեն այո ընդդիմությունը կոնկրետ տիրապետում է մեդիաների շատ հստակ քանակի, այո հիմա փաստաբանների մեծ մասը ուղղակի երջանիկ ու ցոփ ու շվայտ կյանք ապրում են բանի բերումով, քանի որ այսքան պաշտպանյալ ունի, որոնք գերվճարունակ են, որոնք միլիոնատերեր են, դոլարային
նրանց նկատմամբ տարբեր գործեր կան կոռուպցիոն տարբեր մեղադրանքներով, հա, իհարկե, այս ամեն ինչը նաև մեդիա ուղեկցություն ունի, իրականում թիրախավորվում են այն դատավորները, որոնք որ արդար վճիռներ են կայացնում եւ կոռուպցիոներներին օրինակ տարբեր պատիժներ են սահմանում, այնինչ պետքա թիրախավորվեին այն դատավորները, ովքեր ինչ-որ անհասկանալի պայմաններով, չգիտես ինչպես հարստացած մարդկանց բաց են թողնում, բայց ես կարծում եմ, որ իրականում արդար լրատվամիջոցները, օբյեկտիվ լրատվամիջոցները կարող են այս հարցին նաև իրենց մասնակցությունը ունենալ ու հանրային վերահսկողությունը դատավորների նկատմամբ ես վստահ եմ, որ էլի որոշակի արդյունքի կբերի։ Ես հարցամ պարոն Ալեքսանյան։ Պարոն Ալեքսանյան։ Նիվարկյան։ Կամ Քյոլանլու կամ Գրիբայդը։ Չէ, նորմալ է։ Իզուր է գնացին։ Իրանց ես հարցամ։ Պարոն Ալեքսանյան, 9-րդ գումարման ազգային ժողովի 9-րդ գումարումը երբ որ ներկայացվեց, իշխանություն եւ դիմություն կողմնորոշության եկան բարեկարգություն սահմանելու վերաբերյալ եւ օրինակ Էդգար Ղազարյանի սրիկայաբար բառից հետո, երբ ազգային ժողովի ամբիոնից գնահատական տվեց ելույթի ժամանակ, ամբողջ ֆրակցիայով պահանջում եք ներողություն խնդրել, համել թե պատգամավորական մանդատը վայելվի։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից իր ծերամանում ամենայն հայոց կաթողիկոսին, արդյոք սա ձեր իսկ կողմից սահմանված բարեկրթության խախտում չէ եւ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքի այսօրվա խոզարկության դեպքերին, ձեր գործընկերոջները քիչ առաջ այդ հարցը ուղղել Սիսակ Գաբրիելյանին։ Եթե օրերից մի օր իշխանությունը փոխվի եւ դուք չլինեք իշխանության եւ իրավապահ մարմինները որոշեն, որ ձեր նկատմամբ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի եւ դուք էլ ունենաք անչափահաս երեխաներ, ձեր քաղաքական գործընկերները ինչպես պետք է պահեն իրենց, ինչ գնահատական կտան, որ անչափահաս երեխաների ներկայությամբ եւ ոչ միայն գան օրինակ ձեզ տապալեն գետնին, հետո էլ ներկայացնեն։ Բայց տապալել են գետնին։ Երկրորդ նախագահի վերաբերյալ չկային այդ դրվագները, բայց օրինակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ դրվագները Բայց նա էլ անչափահաս երեխաներ ուներ, բայց նա անչափահաս երեխաներ վստահեցրել են, որ այդ կադրերը չի հրապարակվելու, բայց իր մայրն է ներկա եղել եւ իրավապահներն էլ ասել են, որ այդ կադրերը չեն հրապարակելու։ Դուք ինչպեսի գնահատական, դուք կամ չէ ձեր գործընկերները ինչպես կվերաբերվեին այդ փաստին, շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախ նորից եմ ասում, բոլորի երեխաներին Աստված պահի եւ ցանկացած երեխա անկախ իր ծնողների ով լինելուց արժանի է հոգացության եւ արժանի է առողջ ու երջանիկ մանկության։ Բայց սա դնենք մի կողմ։ Երբ որ ասում եք ձեր դեմ քրեական գործ հարուցվի, ինչի պետք է իմ դեմ քրեական գործ հարուցվի, ինձ կասեք։ Այսինքն ինչ գործով պետք է իմ դեմ քրեական գործ։ Չէ, դու չէ, բայց հիմա կոնկրետ օրինակ եք բերում հավասարության նշան, շատ լավ, հասկացա, թեկուզ եթեյով ինձ իմ ու Լևոն Քոչարյանի միջև հավասարության նշան եք դնում քրեական գործերի մասում, ինչն ինձ համար վիրավորական է։ Արժե համակարգային ծանր վիրավորանք է դա իմ համար 1000 ներողություն, որովհետև կներեք, բայց ես դոլարային միլիոնատեր չեմ։ 1000 ներողություն։ Ես դոլարային միլիոնատեր չեմ։ Ներողություն եմ խնդրում հա ձեզնից հարգելի գործընկերներ, ես դոլարային միլիոնատեր չեմ։ Որ ասում եք գա ձեր տուն, եթե գան իմ տուն, այդ նախ այդ տունը այդ ամբողջ հարգը չի, հետո էլ կամ այն 20 հեկտարանոց են, չգիտեմ ինչ ասաբնյակը չի, որ իրականում հա մի 3 վաշտ մարդ է պետք, որ այնտեղ այդ ամբողջը հսկողության տակ վերցնի, 1000 ներողություն, իմ տունը շատ համեստ տուն է, սովորական երևանյան տուն է, իմ տունը։ Կա իրավապահ մարմիններից մեկը նախկինում եղել է, որ ասել է իրավաբանությունը մանիպուլյացիա է եւ դուք ասեք ինչ գործ է պետք, դա կհնարվի, հիմա ինչ գործ ունենանք, ինչ ունենանք կհնարեն մի հոդված է ձեր վրա կարող է։ Չէ, դուք հիմա էլի բան եք անում, ժողովուրդ ջան, ասում եմ մարդը պետական պաշտոնյա եղել է երկրի նախագահ։ Չգիտեմ, տենց այն հայտնի եղնիկներով սվիտրով եկել է Ղարաբաղից Հայաստան, դարել են դոլարային միլիոնատեր, 200 միլիոնի գույք ունեն, չգիտեմ ոնց։ Ասում եք հորինեն մի բան էլ ձեր վրա։ Եթե, այո, ճիշտ եք, իմ վրա եթե գործ հարուցելու լինեն, ինչ-որ մի օր ակնհայտորեն դա պետք է հորինեն։ Բայց այս մարդկանց վրա հորինելու բան չկա, հասկանում, պետք է այս մարդիկ ասում եղնիկներով սվիտրով եկել են, հիմա 200 միլիոն դոլար ունեն։ Ոնց։
Հա, պետք է խնդրեն, բայց չգիտեիք, որ պիտի ներողություն խնդրեն։ Պիտի ներողություն խնդրեն ու գլխելով գլուխները կախ այդ փողը բերեն տան Հայաստանի Հանրապետության։ Այդտենց պետք է անեն, բա հենց այդ է։ Բա այդ է իմաստը, այո, պետք է խնդրեն։ Հաստատ ցույց է, այսենց են ցույց տալի, էլի, որ տենց Play-City 50%-ը բերել նվիր, ինչ կա որ նվիրել են հիմա։ Ոնց է, չէ, օրինակ ենթադրում եմ կանանց մարտի 8-ին ծաղկե փունջ են նվիրում։ Իրանց այդպես Play-City-ի կեսն են նվիրել։ 8.3 հեկտարանոց հեկտարի վրա Երևան։ Ինչ ա եղել որ։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանդյան, ուժեղ Հայաստան հանրապետությունը վերադարձել է ազգային ժողով, ականատես եղավ, որ երեք լքեցին նիստերի կառույցն այն բանից հետո, երբ որ հերթական անգամ հանրապետության վարչապետը արտահայտեց, որ ինչ ներսիսյան անում Պարոն Ալեքսանդյան, ձեր կարծիքով այս խմբակցությունը ազգային ժողովի ինչ օրակարգով նրանք հայտարարում են ամենևին խմբակցության շուրթերով, որ Կտրիչ Ներսիսյանն անհասկանում դից համար կարելի ծույցեր։ Ձեր տպավորությամբ իրենք եկել են այս քաղաքականություն, իրենց քաղաքականություն ընդդիմադիր խմբակցություն որպես բանեցնելու, թե կոնկրետ մեկ անձի շահերը պաշտպանելու նրա փաստաբաններով Ակնհայտորեն այդ անձի պաշտպանությունն էլ նույնիսկ որպես այդպեսին ձևական բնույթ է կրում։ Ես հիշում եմ, որ քարոզարշավի շրջանում էր, որ մի հոդված տարածվեց, եթե չեմ սխալվում, միջազգային մամուլում, որը թարգմանել էին նաև մեր մոտ, ու այդ հոդվածի բովանդակությունը հետևյալն էր, որ եթե Սամվել Կարապետյանը ուզում է խուսափել Ամերիկայի պատժամիջոցների տակ ընկնելուց, ապա նա պետք է հանդես գա որպես եկեղեցու պաշտպան։ Թե չէ հազար ներողություն կաթոլիկ իմ տեղեկություններով կաթոլիկ Սամվել Կարապետյանը հայ առաքելական եկեղեցու հետ ինչ կապ ունի։ Հա, Տաշիրի մեր հայրենակիցների մեծ մասը հարգելի գործընկերներ դուք գիտեք, թե չէ կաթոլիկ են, ֆրանկ են, մեր քույրեր ու եղբայրներ կաթոլիկ են։ Հայ կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են, ինչը շատ նորմալ է, շատ տրամաբանական է եւ հայ կաթոլիկ եկեղեցին մեր մշակույթում եւ մեր հասարակությունում իր շատ կարեւոր տեղն ունի, ուստեղ ինչ որ նորություն չկա, էլ ինչ կապ ունի կներեք։ Ինչի մասին է խոսքը այստեղ։ Ինչի մասին է խոսքը։ Հա, Կտրիչ Ներսիսյանի հետ ինչ որ կապ գիտեմ որ ունեն, բայց այդ կապն էլ եթե չեմ ինչքան գիտեմ, այդքան է հոգեվորի հետ պետք է որ կապ չունենա, նորից եմ ասում, դավանաբանական տարբերություններից ելնելով։ Հայաստան դաշինքը, որը հետևել է ուժեղ Հայաստանի, երբ լքեց նիստերի կառույցը, որը ժամանակ հետո վերադարձավ։ Դե Հայաստան դաշինքը առհասարակ մասամբ են Հայաստան դաշինքը առհասարակ ինքնության ճգնաժամի մեջ։ Նրանք 8-րդ գումարման ժամանակ հանգիստ լսում էին, երբ մենք ասում էինք Կտրիչ Ներսիսյան, հիմա սկսել են թխկացնել, երբ որ ասում ենք Կտրիչ Ներսիսյան, բայց երբ որ ուժեղ Հայաստանը դահլիճում չում ենք ասում ենք Կտրիչ Ներսիսյան, այդ ժամանակ չեն թխկացնում։ Ակնհայտ կատարյալ ինքնության ճգնաժամի մեջ է Հայաստան դաշինքը եւ ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիոն գործերի հանգուցալուծումը կնպաստի նաեւ այդ ինքնության ճգնաժամի հանգուցալուծման եւ գուցե օրինակ Աննա Գրիգորյանը նորից դիմի քաղաքացիական պայմանագրի ցուցակ վերադառնալու համար, որտեղ թույլ տվեք կարծել, որ ծանրության կենտրոնը, որը ձգել է օրինակ Աննա Գրիգորյանին, քաղաքական իմաստով է իհարկե դեպի Ռոբերտ Քոչարյան, դա նաեւ է 200 միլիոնի ապօրինի գույքն է։ Շարունակելով դնդասնելու թեման, թույլ տվեք ևս մեկ հարց, երբ որ Կտրիչ Ներսիսյանն անհատական է արտաբերվում, դնդմոսներ են հնչում շատ ակտիվ, բայց երբ որ իրենց վերաբերյալ հանրական պատերազմի վերաբերյալ ուժեր, այդ դնդմոսին ականատես չեն լինում։ Ձեր տպավորությամբ, պարոն Ալեքսանդյան, արդյոք այդ դրությունը համաձայնության նշան է, որ իրենք համաձայն են հանգնահատականի։ Ես կարծում եմ իրենք էլ ձեր հարցի պատասխանը չունեն, որ մնաց թե ես ունենամ ձեր հարցի պատասխանը իրենց վերաբերյալ։ Մեր ուժեղ Հայաստան խմբակցության մեր հարգելի գործընկերները ակնհայտորեն քաղաքականությամբ չեն զբաղվում։ Ակնհայտորեն նրանց թե ելույթները, թե հարցերը, թե մնացածը մշակվում են քաղաքտեխնոլոգների կողմից այս շենքից դուրս։ Հիմա ես կներեք այդ ինչ որ բաների մեջ թույլ տվեք այդ տեխնիկաների ու տեխնոլոգիաների մեջ չմտնեմ։ Այնտեղ քաղաքականություն չկա։ Այդտեղ չկա քաղաքականություն, այդտեղ չկա օրգանիկա, այդտեղ չկա, չգիտեմ, մարդկայնություն, որ ոչ թե այն իմաստով ոյանք անմարդկային են, այլ մարդը ոնց է, մարդ երբ որ ելույթ է ուզում ունենա, ինքը ելույթ է ունենում։ Ինքը երբ որ ելույթում պիտի սխալվի, ինքը ելույթում սխալվում է։
Եթե իր ելույթը պետք է լինի էմոցիոնալ, այդ ելույթը էմոցիոնալ է, որտեղ ինքն է այդ պահին էմոցիոնալ։ Իրանց չկներեք այնտեղ սցենարով ամեն ինչ։ Ես կարծում եմ նույնիսկ դեմքի արտահայտություններն այդ սցենարում գրած, թե որ պահին ինչ դեմքի արտահայտությամբ պետք է ինչ բան ասել։ Ու ես կարծում եմ այդ ամեն ինչը լուրջ չի ու չի կարա նման արհեստական ու արհեստածին բովանդակությամբ քաղաքական ուժը որևէ հաջողություն ակնկալի առհասարակ, ես կարծում եմ, հա, տեխնոլոգներ այսօր կասեն, սենց արեք, կանեն, կասեն դղկացրեք, կդղկացնեն, բայց երբ որ այդ դղկացնելուց հետո 4 անգամ էլ ասվի այդ բանը, իրանք այդ պահին չեն հասկանում ինչա պետք անել, պետք է շտապ խորհրդակցել տեխնոլոգների հետ, որտեվ այդ ամեն ինչ ստեղ չի տեղի ունենում, այդ ամեն ինչը օրգանիկ չի, այդ խմբակցությունը չի որոշում, հասկանում եք։ Անհատ Ավտոյին ավտոմատական կառավարությունը եկեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատկանաշտորը Երևան ավտոսրահից 16 միլիոն դրամով Toyota Camry մեքենա ձեռքբերել է, համապատասխան պայմանագիրը կնքվել է մարտի 24-ին։ Գնման ընթացակարգ իրականացվել է էլեկտրոնային հաշվով, իրան մասնակցել է մեր Toyota Երևանը եւ հաղթել է։ Ավելի վաղ անցած սեպտեմբերին Toyota Երևանից Toyota Land Cruiser 300 մարտիշի 2025 թվականի արտադրության մեքենա է գնվել ներքի գործերի նախարար Արտինե Սարգսյանի համար։ Կառավարության 50 հավաքական առանցած որոշման բայց նպատակով ծախսվել է մոտ $125,000։ 24-ի անվանումին նույն մեքենայից գնով ձեռք է բերվել բժշկական կոմիտեի նախագահի համար։ Իսկ վերջինների ամենամեծ գործարքը Toyota Երևանի հետ կառավարության եւ ոստիկանության բարեկամի ծառայության համար 175 մեքենաների ձեռքբերումն է, որի արժեքն անցել է 31 միլիոն դրամ։ Դրանից առաջ է Պարսկայի Շիրակի Լավ, ես վստահ եմ, որ դուք հիմա եկեք համարենք, որ եւս 500 հատ տենց օրինակ բերեցիք։ Տեղյակ եմ։ Կար, բայց դուք ինքներդ կներեք։ Շատ լավ։ Չէ, այդպես չի կարելի ասել։ Լավ, կամ պատասխան։ Շնորհակալություն։ Չէ, գործարք դա չի կարելի ասել ու այդպես չի։ Մի պարզ պատճառով ինքներդ ասացիք էլեկտրոնային աճուրդի եղանակով, որին մասնակցել է մեր Toyota Երևան ընկերությունը։ Մյուս դեպքերում ինչ, կա տեղ մեկ անձից գնում։ Բա կներեք, օրենք կա, սահմանադրական կարգ կա, բան կա երկրում, բա աճուրդը հայտարարվում, ով ուզում մասնակցում է։ Ես ավելի վատ բան ասեմ, Ռոբերտ Քոչարյանի խնամին Հայաստանում պետական ճանապարհաշինության ու մնացած տենդերների 50-60-70%-ը ինքնաշահ։ Եվ ինչ անենք։ Ինչ կարանք անենք այս պահին։ Դες դրա համար եմ ասում, որ մեր իրավապահ համակարգը կներեք, դատա իրավական համակարգը դանդաղ է աշխատում, շատ դանդաղ է աշխատում։ Այո, քանի դեռ այդ գործերով վճիռներ չկան, ձեր գործընկերների կողմից այդքան նշված անմեղության կանխավարկածից եւ մնացածից ելնելով այդ ընկերությունները այո իրավունք ունեն մասնակցեն տենդերներին, արդյոք դա ինձ դուր է գալի, չէ։ Ինձ բնավ դուր չի գալիս։ Դե հիմա ես անդադ պետքա սկսեմ խոսալ, դուք անդադ պետքա ինձ։ Չէ, բայց կլինի ես ավարտեմ, հետո դուք փորձեք հստակեցնել 1000 ներողություն։ Այսինքն, եթե ձեզ թվում է ինձ դուր է գալի, որ Ռոբերտ Քոչարյանի խնամին է պետական տենդերները շահում ճանապարհաշինության, բնավ էսթետիկ հաճույք չեմ ստանում դրանից։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ օրինակ շատ հետաքրքիր դեպքեր ալնում, օրինակ թիմ ընտրությունների հետ կապված, որ Լոռու մարզում օրինակ թիմ ընտրությունների բերան, կներեք այս արտահայտության համար, տենդեր կար շահած 6 գյուղերի, այդ 6 գյուղերի ասֆալտապատումը ինչ-որ իմ համար տարօրինակ պատճառներով քանի ամիս ձգձգվեց, մինչև ընտրություններն եղան ավարտվեցին։ Այդ նմանատիպ բաներից ելնելով, այո, շատ խնդրահարույց է այդ ամեն ինչը իմ համար։ Բայց միևնույն ժամանակ կա օրենք։ Ու եթե ինչ-որ նենց հրահանգ իջեցվի պետական ապարատի վրա, այ Քոչարյան ընտանիքին եւ Սերժ Սարգսյան ընտանիքին եւ նրանց հետ փոխկապակցված մարդկանց ընտանիքներին պատկանող բիզնեսներից գնումներ մի արեք, մի պահ կարող է պարզվի, որ պետական ապարատը ուղղակի կոլապսի առաջ կկանգնի, որտեղ այս երկրում ես չգիտեմ ինչքան բիզնեսի են իրանք տիրապետում ու ինչքան փող են կերել Հայաստանի Հանրապետությունից ու ինչքան բիզնես են կառուցել այդ կերած փողերով։ Ու կարող պարզվի, որ ասենք, չգիտեմ, շատ հասարակ բաներ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանա անել այդ բայ դրությամբ։
լեյության հետ համագործակցություն։ Ես ես ասում եմ կառավարությունը սահմանափակված է օրենքներով եւ սահմանադրությամբ, դա ձեզ համար հնորություն չի։ Բոլոր հարցերում միանշան։ Պարոն Ալեքսանդրյան, ես ուզում եմ շարունակել գործընկերոջից հարցը կապված ազգային ժողովի աշխատանքների հետ, մասնավորապես բարեկամության իմաստով։ Կարծես թե արդեն ստեղծվել է էթիկայի հանձնաժողովը, բայց երբեք երբեմն չեն պահվում բարեկամությունները։ Այս մասնագիտությունը ձեր մեկնաբանություն է եւ նաեւ ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ խախտվել է ազգային ժողովի կանոնական սահմանադրական օրենքը, երբ որ ազգային ժողովը չընտրեց բոլոր հանձնաժողովների նախագահներին եւ արդյոք կառավարության ծրագրի քննարկմանը արդյոք խախտվել է թե ոչ, եւ նաեւ վերջին շրջանում դարձավ որ Անդիմությունից ով է տենց բան ասել։ Ով։ Չէ, ուզում եմ հասկանամ ուղղակի ով կոնկրետ իրանց։ Սահմանադրական։ Եվ նաև վերջին շրջանում նույն քննարկման թեման է դարձել անկլավների եւ էքսկլավների հարցը, մասնավորապես Կիրյանաշենի առումով, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեռ մանրամասն քննարկումներ եւ գործընթաց չկա, արդեն կա ներքին պատկերացում, թե ինչպես է գնալ այդ գործընթացը, մասնավորապես կոմունիկացիաների մասով։ Ոչ, չկա դեռ ներքին նման պատկերացում, բայց ասվել է, որ ամեն ինչ արվելու է այն ուղղությամբ, որպես քաղաքացիների կյանքը հեշտանա եւ ոչ թե բարդանա։ Սրանից ավել ոչինչ ասել չեմ պատրաստում եւ ընդդիմությանն էլ հորդորում եմ այս թեման քիչ փորձել զենքայնացնել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչքան իրենք տարօրինակ ու տարատեսակ կերպով փորձում են այս թեման աշխուժացնել ու քաղաքական դիվիդենդի վերացնել, այդքան այդ թեման քաղաքական դիվիդենդի է վերացվում նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Ու դա ակնհայտ ճշմարտություն է, իսկ մա տենց բան պետք չէ։ Մեծ մտածող պետք չի լինել դա հասկանալու համար, որտեղ դա պարզագույն ակնհայտ ճշմարտություն է։ Կառավարության ծրագրի քննարկման ժամկետները եւ մնացածը սահմանվում են սահմանադրությամբ։ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների ընտրությունը սահմանվում է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Ինձ թվում է ակնհայտ կոլիզիա կա եւ այդ կոլիզիայում ակնհայտ է թե որ իրավական նորմը ունի առավելություն, ինձ թվում է գերակնհայտ է եւ պարոն Վարդիվանյանը ինձնից հաստատ միլիոն անգամ լավ պիտի որ իմանա, որ սահմանադրության մեջ գրված է ակնհայտ գերակայություն ունի սահմանադրական օրենքի նկատմամբ։ Բարեկրթության մասով հարց մոռացա, այնքան հարց տվեցիք։ Երկուստեք էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է, բայց վերջին նիստերում է տեսավ, որ երկուստեք կարծես թե խախտվում են պայմանավորված սահմանված։ Ես չեմ կարծում, որ խախտումներ են ունեցել որպես այդպիսին։ Համ երկու դրվագ եղել է, բայց չեմ կարծում, որ ընդհանուր միջավայրը գնում է դեպի խախտումը եւ ոչ թե պահպանումը։ Հակառակը կարծում եմ, որ գնում է դեպի պահպանումը։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Մենք չավարտեցինք, բայց ասացինք։